Բարև ձեզ։ Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ոչ միայն առաջադրված դաշինքներն ու կուսակցություններն են ակտիվ աշխատում, այլ նաև սոցիոլոգիական ընկերությունները։ Տարբեր հարցումների հիման վրա պատկեր է ձևավորվում թե ընտրություններին մասնակից ուժերի և քաղաքական գործիչների վարկանիշի և թե քաղաքացիների տեղեկացվածության ու տրամադրվածության մասին։ Ինչ դիրքավորում ունեն այս պահին ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերը, հավանական ինչ փոփոխությունների ականատես կլինենք քարոզարշավի ընթացքում և ինչպիսին է քաղաքացիների վերաբերմունքը հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների և առաջադրված թեկնածուների նկատմամբ։ Այս հարցերի շուրջ ենք այսօր բացառիկ հարցազրույցի շրջանակում զրուցելու Gallup International ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան, շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Պարոն Նավասարդյան, բնականաբար յուրաքանչյուր առաջադրված ուժ ձգտում է և անում է ամեն ինչ հաղթանակի համար, բայց որոշողն ի վերջո քաղաքացիներն են։ Ինչ դիրքավորում ունեն այս պահին քաղաքական ուժերը ըստ ձեր վերջին հարցումների։ Շնորհակալություն հարցին, բացի ձգտումից նաև պետք է աշխատանք եւ ճիշտ աշխատանք, ձգտումը ցանկալի, բայց ոչ բավարար պայման է։ Եվ եթե խոսքը գնում է այսօր ձևավորված ռեյտինգների մասին, այսինքն ամսի 29 ապրիլի ձևավորված ռեյտինգների մասին, ես հիմա կներկայացնեմ տվյալները, բայց եկեք չմոռանանք, որ ցանկացած ժամ կարող է փոխել այդ դասավորվածությունը եւ գրանցված տվյալները, որովհետեւ կրկնվեմ, այդ տվյալները ստացվում են կուսակցությունների կամ դաշինքների լավ կամ վատ, արդյունավետ կամ ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով։ Նաև բացի այդ դրական կամ ճիշտ աշխատանքը նաև պետք է հաշվի առնել, որ կա նաև հակաքարոզ, այսինքն թե ինչպես են իրենց քաղաքական հակառակորդները աշխատում կամ թիրախավորում իրենց, որքանով ճիշտ է եւ որքանով արդյունավետ է դա ստացվում իրենց մոտ։ Հետևաբար, եթե դուք ուզում եք, մենք սկսենք այդ տվյալների հրապարակումից, բայց մենք միջև այդ տվյալները ունենք ավելի բացի նրանից, որ հետաքրքիր, այն նաև օգտակար տվյալներ, որովհետև շատ անգամ մեր քաղաքական դաշտը կամ ասենք գործիչները կամ խորհրդատուները, քաղաքագետները մոռանում են, որ այդ վերջնական արդյունքները, գրանցված ռեյտինգները բաղկացած են նաև այլ հարցերի պատասխաններից։ Այսինքն պետք է կարողանան օգտվել այդ տվյալներից եւս, որպեսզի իրենց աշխատանքը ավելի ճիշտ իրականացնեն։ Հիմա հարցումներին իհարկե չենք հասցնի անդրադառնալ, բայց կարևորին անպայման։ Ես ուղղակի կոչ եմ անում, որ ուշադիր լինեն նաև այդ տվյալներին, որովհետև սա ըստ երևույթի հավաքական գնահատական է այդ նաև այլ հարցերին, որ անդրադարձա կատարվել հարցման ընթացքում։ Եվ այսպես, եթե խորհրդարանական ընտրություններն տեղի ունենան հաջորդ կիրակի եւ որ կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք։ Ես հնչեցնեմ թվերը, որոնք մենք գրանցել ենք ամսի 29 ապրիլի։ 26.7% նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, 14.1% նշել է ուժեղ Հայաստան դաշինք, 8.2% նշել է Հայաստան կուսակցությունների դաշինք, 7.5% նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Սա այն առաջի էշելոնն է, որը top 3 կամ 4 է, որը մենք կարող ենք արձանագրել։ Երկրորդ էշելոնը, որը հստակ մենք տեսնում ենք, որ կարող են անցնել կամ անցնում են կամ ունեն հնարավորություն անցնել, դա 4.2% արդեն անցողիկով միասնության թևեր կուսակցությունն է, 2.7% Լուսավոր Հայաստան կուսակցություն, որը ռեալ շանս ունի, եթե ճիշտ աշխատեն անցնի շեմը, եւ 2.3% դա Հայաստանի Շնորհապետական կուսակցությունն է, դա նոր կուսակցություն է, մեկ տարվա կամ կես տարվա կուսակցություն է, որը իր հաշվի առնելով այդ կարճ ժամանակահատվածը բավականին լավ ցուցանիշ է գրանցել։ Նոր ուժ ռեֆորմիստների կուսակցությունը, դա Այգ Մանուկյանի կուսակցությունը եւս 1.9%, գրեթե 2% է, կրկնվեմ, եթե ճիշտ աշխատեն, հնարավոր է շեմը հատեն, անցողիկ եւ Հանրապետություն կուսակցություն 1.7%։ Սա անվանենք երկրորդ էշելոն, այն կուսակցությունները, որոնք որ ռեալ շանս ունեն, որ անցնեն այդ անցողիկ շեմը։ Դրանցից ներքև ես չեմ ուզում թվել, մենք հրապարակել ենք այս ցուցանիշները, այսինքն 1 կամ 1-ից ցածր ցուցանիշ գրանցած կուսակցությունները
մեր փորձառությունից եմ ասում, ընդհանրապես շանս չունեն անցնել այդ շեմը եւ ուղղակի իրենց, չգիտեմ, ներգրավվածությունը քարոզարշավի բերելու է նրան, որ մենք լսելու ենք շատ աղմուկ, ճակերտներում աղմուկ եւ խանգարելու է, որպեսզի մեր հասարակությունը կողմնորոշվի այն ռեալ կուսակցությունների հետ կապված, որոնք որ ունեն շանս անցնելու պարլամենտ։ Դա եւ իշխող ուժին հարող կուսակցությունների մասն է եւ ընդդիմադիր կուսակցությունների մասն է։ Պարոն Նավասարդյան, այս թվերը գուցե ոչինչ չասեն, եթե չնայենք համեմատության մեջ, սովորաբար, եթե չեմ սխալվում, հարցումները հենց այդպես են աշխատում։ Կուզենամ անդրադառնանք իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, Փաշինյանի գլխավորությամբ 21 թվականի համեմատ իհարկե էականորեն նրանց վարկանիշը ընկել է, բայց հետաքրքիր է նաև նախորդ ամիսների հարցման հետ, եթե համեմատենք այս 26 ու 7 ասացիք, այո, նախորդ ամիսների համեմատ այդ թիվը աճել է, թե հակառակը նվազել է։ Բոլոր հիմնական եւ առաջի եւ երրորդ էշելոնում գրանցված կուսակցությունները բոլորն աճ ունեն։ Մի փոքր ստագնացիա կա Բարգավաճ Հայաստան կուսակցության դրվածքով, բայց ես դա կապում եմ ավելի շատ դեռ չհայտարարված վարչապետի տեխնացուի հետ, կարծում եմ մոտակա օրերին նրանք կհայտարարեն եւ դա որոշակի ազդեցություն կունենա, լավ թե վատ մենք կտեսնենք մյուս հարցման ընթացքում։ Ինչը վերաբերում է քաղաքացիական պայմանագրի կուսակցության ռեյտինգին, նայեք, եթե մենք համեմատենք 2025 թվականի ամռանը գրանցված ցուցանիշները, եթե չեմ սխալվում, կարող եմ 1% ես կամ են ասեմ, 12-ից 14%-ի մեջ էր տատանվում քաղաքացիական պայմանագրի կուսակցության ռեյտինգը, բայց դա ոչ նախընտրական շրջան էր եւ հետեւաբար եւ քաղաքացիական պայմանագրի կուսակցության եւ մյուս կուսակցությունները ունեին ավելի նվազ ռեյտինգներ գրանցված։ Հիմա ասել, որ 26 ու 7%-ը լավ կամ վատ ցուցանիշ է, ես փորձագիտական կարծիք կարող եմ ասել, որ այն ջանքերը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը աշնանից սկսած իրականացնում է, այս գրանցված ցուցանիշը իրենց համար պետք է լինի ոչ բավարար, իրենց սպասումների համար պետք է լինի ոչ բավարար, բայց իրանք ունեն այն ինչ ունեն, ընդ որում եթե ես չեմ սխալվում, մի շարք այլ հարցումներով նույն ցուցանիշն է իրենց մոտ գրանցված, հետեւաբար ելի ասում թե որ ժամանակաշրջանում է իրականացել, ինչ մեթոդիկայով է իրականացել, կարող է որոշակի տատանումներ լինի, բայց ընդհանուր առմամբ 26.7%-ը դա մեր արձանագրված այսպես ցուցանիշն է, աճ կա, բայց բավականին դանդաղ աճ է իրենց կրկնում եմ իրենց ակտիվ այդ քարոզարշավի հետևանքով այս աճը ես կարծում եմ ոչ բավարար է։ Հիմա մենք տեսանք, որ վերջի 2-3 օրերը իրենք նաև իրականացրին այդ մեծ միջոցառումները։ Ես կարծում եմ մենք մոտակա 10 օրվա մեջ եւս կիրականացնենք հարցում եւ կտեսնենք թե ինչպես նաեւ այս գործողությունները իրենց ազդել են իրենց ռեյտինգի վրա։ Չեմ կարող ասել ինչպեսի փոփոխություն դրական թե բացասական կարձանագրենք եւ կներկայացնենք։ Քարոզարշավն էլ օրերս սկսվում է եւ դուք բազմիցս ասել եք, այո, ամսի 8-ից, որ քարոզարշավի ընթացքում փոխվում են այս թվերը։ Լոգիկան դա է ընդհանրապես։ Ահա նախորդ տարիների այս նախընտրական հարցումները իսկապես ցույց են տվել, որ քարոզարշավի ընթացքում էական փոփոխություն։ Իհարկե, միանշանակ, որովհետեւ դա շատ པարզ պատճառահետևանքային կապ ունի։ Մարդիկ ավելի քաղաքական կուսակցությունները ավելի ակտիվ են գործում, ավելի ակտիվ են ներկայացնում իրենց ծրագրերը, հետեւաբար քաղաքացիները հնարավորություն լսելու, մտորելու եւ որոշում կայացնում, թե այս կամ այն կուսակցությանը կամ գաղափարին իրենք կողմնակից են եւ հետեւաբար հարցման ժամանակ մենք դա արձանագրում ենք։ Դա այսպես կոչված կլասիկա է, հա, դե ինչ տեղի կունենա ընտրարշավի ժամանակ, մենք չգիտենք, ոչ մեկ չգիտի, կարող է լինել որոշակի, չգիտեմ, սկանդալային ինչ-որ բացահայտումներ, որոշակի, չգիտեմ, ինչ-որ խնդիրներ լինեն, որի հետևանքով նաև չեմ բացառում, որ որոշ կուսակցությունների կամ նաև իշխող կուսակցության քվեները պակասեն։ Դրա համար մենք կսպասենք, տեսնենք, թե ով ինչ է ներկայացնում, լսենք գաղափարները, նաև մենք կհարցնենք մեր քաղաքացիներին եւ կարձանագրենք տվյալները։
Պարոն Նավասարդյան, նաև վերջերս մի հետաքրքիր հարց ունեիք քաղաքացիների նախ տրամադրվածությունը, որքանով են տեղյակ, նույնիսկ օրը տեղյակ են, այո, եւ ինչ ուժեր են մասնակցում, այստեղ հետաքրքիր է նաև մի բան, բազմիցս խոսվում է, որ այս ընտրությունները հերթականը չեն, գոյաբանական են, մեր պետականության լինել չլինելու հարցն է, հետաքրքիր է քաղաքացիները արդյոք այդ վճռական պահը գիտակցում են եւ որքանով են նախապատրաստված, եթե ասենք, չգիտեմ, կամ որքանով են տիրապետում ուժերի դասավորվածությանը եւ առհասարակ ինչ են մտածում։ Ըստ իմ կարծիքի, անձնական կարծիքն եմ ասում, նախորդ ընտրությունները առավել կարևոր էին եւ առավել վճռորոշ էին, որովհետեւ այլ պատկեր ունենալու դեպքում մենք գոնե չենք կորցնի Արցախը առնվազն, բայց ունենք այն ինչ ունենք։ Ես չեմ կարծում, որ այս ընտրությունները առավել կարևոր են, քան թե նախորդ ընտրությունները, բայց ցանկացած ընտրություններ կարևոր է, պետք չի տենց գերադասել մեկը մյուսից, հա։ Ինչը վերաբերում է ձեր հարցին, տեղյակ եք, թե երբ են տեղի ունենալու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, 60.7%-ը ասել է այո, 2026 թվականի հունիսի 7-ին, այսինքն ճիշտ գիտեն։ 17.5% ասել է այո, բայց սխալ ամսաթիվ նշեր, տեղյակ չէ։ Եվ 21.8% ասել են գիտենք, որ ընտրությունները, բայց օրը չեն կարողացել նշել, դա եւս շտկվող խնդիր է, քարոզարշավին բազմիցս բարձրաձայնվելու է այդ ընտրության օրը եւ մեր հասարակության տեղեկացվածությունը օրի հետ կապված ավելի բարձր է լինել։ Ես կարծում եմ մեր մոտ ավելի հետաքրքիր եւ կարեւոր ցուցանիշ է, թե որտեղից են հասարակությունը սպասում կամ լսում ծրագրերը, ծանոթանում ծրագրերի հետ, հա, շատ հետաքրքիր պատկեր է ստացվել, 47.6%-ը ասել է սոցիալական ցանցեր, Facebook, Instagram եւ այլ, հա, ցանցեր, 17.6% նշել է կուսակցությունների եւ դաշինքների կողմից կազմակերպած հանրահավաքներ եւ հանդիպումներ, Facebook-յան ուղիղ եթեր առանձին նշվել է 16.6%, այսինքն կարող ենք ասել այն առաջին նշվածին, բայց դա առանձին տող մենք նշել ենք 7.4%-ը միայն նշել բուկլետները, 4.7%-ը միայն նշել կուսակցությունների եւ դաշինքների վեբ կայքերը, դա շատ վատ ցուցանիշ է բոլոր կուսակցությունների մասում, եւ միայն 1.8%-ը նշել պաստառները եւ բիլբորդը։ Եվս շատ կարևոր ցուցանիշ է մասնակցության թիվը, դա մի փոքր ոգևորիչ փոփոխություն ունենք նախորդ մեր հարցման հետ, որ այդ ապրիլի սկզբին իրականացված հարցման ժամանակ միայն 51.9%-ն էին ասել, որ միանշանակ մասնակցելու են եւ 8.6%-ը նշել է, որ ավելի շուտ մասնակցելու են։ Մենք սովորաբար դիտարկում ենք միանշանակ այո ասածներին։ Այս անգամ 57.5, այսինքն 5%-ից ավել ասել են, որ նախորդ ցուցանիշի հետ կապված 57.5%-ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է, ինչը բավականին դրական դինամիկա է մեր մոտ։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր դիմադիր դաշտ կուսակցությունները պետք է նաև շեշտադրեն իրենց քարոզարշավի ընթացքում այ մասնակցության ակտիվության համար։ Ամենակարևորն է։ Նաև մի հետաքրքիր հարցման հանդիպեցի ձեզ մոտ, թե արդյոք քաղաքացիները պատրաստ են փողոցային պայքարի դուրս գալ։ Դա կապված է ընտրությունները կեղծ, եթե կարող անդառնալ։ Ինչ է կարծում 2026 թվականին խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդար, թե կլինեն կեղծիքներով, 26% նշել է միանշանակ արդար, 22.3% նշել է ավելի շուտ արդար, մոտ 48%-ը նշել են, որ արդար է լինելու այս կամ այն, հա, կերպով։ 20.2% նշել է ավելի շուտ կեղծիքներով եւ 21.1%-ը միանշանակ կեղծիքներով։ Բայց մենք ունենք նաեւ դժվարանում պատասխանը 10.5%, որը ես դասում եմ այդ բացասական պատասխաններն, այսինքն մոտ 50%-ից ավել մարդիկ կարծում են, որ որոշակի խնդիրներ կարող ենք մենք հանդիպել ընտրությունների ժամանակ եւ ի շարունակություն այդ հարցին մենք հարցրել ենք, եթե խորհրդարանական ընտրությունները անցնեն անարդար, պատրաստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի արդարություն հաստատելու համար։ 36.6% նշել են միանշանակ այո, 9.9% նշել ավելի շուտ այո, այսինքն մոտ 45% ունենք
կամ ավել, այո, դրական պատասխան 10.2% ավելի շուտ ոչ եւ 39.1%-ը միանշանակ ոչ, բայց ամեն դեպքում մենք ունենք 36%, այսպես ասենք, ովքեր որ հստակ ասել են, որ եթե իրենք տեսնեն անարդարություն, տեսնեն, որ իրենց քվեն փոշիացվել կամ կեղծվել է ինչ-որ ձև, իրենք պատրաստ կլինեն դուրս գալ փողոց, բայց դե պետք է հիշենք, որ դուրս գալ փողոցը չի նշանակում, որ մարդիկ տեսնելու են պատկերը, տեսնելու են այդ գրանցված ընտրակեղծիքները եւ դուրս են գալու ամեն մեկը իր բակ, չէ, ես կարծում եմ, այստեղ պետք է լինի հստակ քաղաքական առաջնորդում, եթե լինեն իհարկե կեղծիքներ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն հարգելի հետևորդներ մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ սա բացառիկ հարցազրույցներ եւ իմ զրուցակիցը Gallup International ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։